Մեր տղաները շատ մեծ աշխատանք են կատարել այս հետազոտությամբ եւ այսօր դուք դա կգնահատեք, այո, շատ ուրախալի է, որ լրագրողներն այստեղ են, որովհետեւ լրագրողները ինչպես կնայել մելամնությունը եւ մեր ասելիքը կհասցնեն հասարակությանը, հատկապես այս շրջանում, երբ որ արդեն սկսվել է նախընտրական քարոզարշավը, որովհետեւ մենք նաեւ երկեր ենք առաջարկելու, թե իսկ ինչպես կարող ենք ասեցնել այս գործոնարար գործընթացը։ Այն, որ հատկապես սահմանային գյուղերը, մեր սահմանամերձ գյուղերը ծերանում են օրեցօր եւ ծերանում էին եւ գյուղերը երբեմն գյուղերում ստիպված էին լինում դպրոցները փակել, մենք դեռ բաղուց էինք ականատես եղել, բայց դրանք 1-2 լավ 10 էին։ Իսկ հիմա արդեն նախատեսվում է համատարած գործ ծրագիր իրականացնել եւ 200-ից ավելի գյուղեր արդեն օպտիմալացման իրենց ասած համամիավորման ծրագրում են ներառված, իսկ մենք շատ լավ հասկանում ենք, որ փակվող դպրոցը, փակվող գյուղ է, որովհետև առավելևս հիմա այս դպրոցները այդ գյուղերի միակ ապրիստող կենտրոններն են, որովհետև ի վերջո մշակութային օջախների նախկին սովետական ակումբների փակման հետ զուգահեռ գյուղերում այլևս եթե մարդիկ հավաքվում են դպրոցական փոքրիկ միջոցառումների ժամանակ, հավաքվում են ծնողական ժողովների ժամանակ եւ կապող օղակը դառնում է դպրոցը գյուղում։ Եվ փակել դպրոցը նշանակում է այդ գյուղերում պատկերացրեք ինչ տրամադրություն ստեղծել եւ ինչպես օտարել գյուղը, դա ուղղակի նշանակում է օտարել գյուղը։ Եվ փոխարեն ընդհակառակը ամեն ինչ անեն, որպեսզի գյուղը շենանա, իսկ դրա բոլոր տարբերակները մենք լավ գիտենք, դրանց բոլոր տարբերակները մենք լավ գիտենք, իրենք գնում են հակառակը վերջին այստեղ ապրելու գյուղում ապրելու վերջին կրվանը խթանը հանելու գյուղից եւ բնականաբար երիտասարդները շատ արագ հեռանալու են գյուղից, գյուղը ծերանալու է, մնալու են միայն ծերերը, որոնք համառորեն իրենց հողից չեն կտրվելու, իսկ ծերն էլ ցավոք մի օր չի լինելու եւ գյուղերը փակվելու են։ Ցանկացած երկիր շեն է իր գյուղերով։ Ես ինքս ցանկացած երկիր գնալուց խնդրում եմ ինձ անպայման գյուղերը տանել, իսկ քաղաքները երբեք չեն հետաքրքրում, թե ինչպես են ապրում, որովհետեւ վերջո իրենք շատ նման են, մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Գյուղի շենությամբ Գյուղի մարդկանց հոգեբանությամբ ես նախ ազգ է ճանաչում եւ գյուղի շենությամբ ես որոշում, թե այդ երկրում հոգատար մտահոգ ղեկավարություն կա, թե չկա։ Հիմա փաստ է այսօր, որ մենք կանգնած ենք բավականին լուրջ խնդրի առջև, երիք չէ, որ քիչ հետո ես արդեն խոսքը կտամ պարոն Հասան Ջալալյանին, Արցախով ցեղասպանությունը շարունակեցին եւ մեզ դրկեցին Արցախի հսկայական նորակառույց դպրոցների, մշակութային օջախներից, բանկերից, որոնք այսօր բարբարոսաբար հիմնահատակ ավերվում են, դրա մասին խոսի պարոն Հասան Ջալալյանը, իսկ իմ խոսքում ես ընդհանրապես ավելի լավ է, որտեղ այն ամեն ինչ ես իմ ասում եմ, դուք այլն գիտեք, այստեղ որներ են մարդիկ են հավաքված, մենք գիտենք նաեւ տարբերակները, բոլորովին էլ դժվար չէ այսօր այդ գյուղերում գործարարներին շահագրգռելով, հարկերից ազատելով, տարաբնույթ միջոցներով փոքրիկ արտադրամասեր կառուցել տալ եւ գյուղի մարդկանց աշխատանք տալով, հաց տալով, հնարավորություն տալով նաեւ տնելիությունը բարձրացնելու, դրանց ծրագրերը նույնպես կարծում եմ բոլորը շատ գիտեն ինչպես կարելի է իրականացնել, այդ մարդկանց ես համոզված եմ այդ գյուղերում մարդիկ գյուղի մարդը հատկապես ես գյուղի եմ, հատկապես շատ է ուզում մնալ իր գյուղում։ Գյուղի մարդը հատկապես, եթե քաղաքացու համար գործի հետև իսկ գնամ մյուս քաղաք, գյուղի մարդը շատ դժվար է գյուղից դուրս գալու, դուրս է գալիս միայն իր երեխայի հացի եւ կրթության հետևից։ Հիմա մենք հացից վաղուց մեր գյուղերը զրկել ենք, հիմա էլ կրթությունն ենք ձեռքներից առնում, բնականաբար, որ դրանով արդեն վերջնավեճյուղ է կայացնում եւ այդ գյուղերը դատարկելին կուզեն թե չուզեն։ Բացի դրանից, ես սովետական մարդ եմ, այստեղ կան սովետական, այսինքն կրթություն ստացած, սովետական կրթություն ստացած մարդ եմ, գուցե ճիշտ չէ ինչպես, բայց հիշում եմ շատ լավ, թե մեր գյուղերում ինչպես էր սովետական միությունը իրականացնում ծրագրեր, մանկավարժներին երիտասարդ դեպի գյուղեր ուղարկելու, բանակի հետ կապված ծրագրեր իրականացնում տղաները բանակից ազատվում էին, եթե գալիս էին գյուղում աշխատելու, ուսուցիչների տները էին կառուցում, տալիս էին ուսուցիչներին, երիտասարդ ընտանիքներ էին գալիս ապրում, բազմաթիվ ծրագրեր իրականացնում, ինչպես նաև աշխատավարձը մենք Արցախում ունենք, չէ՞ նման ծրագրեր, որ աշխատավարձի տարբերություն կար,
տարբեր միջոցներով կարելի այսօր մանկավարժներին ուղղակի ուղղորդել գյուղեր եւ իրենց երջանկացնել եւ գյուղերը շեն պահել։ Բացի դրանից այսօր նաեւ կարող են մյուս պատճառը որ կարող է լինել, որ մանկավարժ չկա։ Ես որպես մանկավարժ եմ հիմա այստեղ եւ ասեմ, որ անգամ Երևանում այսօր մանկավարժական սով է։ Մանկավարժ չկա, ոչ ոք չի ուզում գնալ դպրոցում աշխատել եւ այդ փոքրիկ շատ այդպես թեթև ծրագրերով ատեստավորման մի քիչ բարձրացնելով աշխատավարձը չի լուծվելու այս հարցը, որովհետեւ նախ մանկավարժական կադրերը լավ չեն պատրաստվում, մանկավարժական համալսարանի շրջանավարտների, չգիտեմ քանի սա այդ առաջին երևի հետազոտություն մենք մի հատ կանենք, քանիսն է գնում դպրոցներ աշխատելու Գնացածն էլ ավելի լավ է ցույց տաս դասարան մտնեն, քան թե մտնեն դասարան, որպես տնօրեն եմ ձեզ ասում։ Անցած տարի ամռանը ես 70 դասվարի, փորձույթ եմ հասկացել, 70 դասվարի հետ հացազրույց եմ գցել, ոչ մեկի չեմ ընդունել։ Եվ դա ինձ համար ցավ է, ես հիմա այդպես ապարտությամբ չեմ ասում, ես ուղղակի չգիտեի էլ ինչ անել, երիտասարդ դասվարները գալիս են, ուղղակի չի կարելի այդ կարդալ, նրանց էլի կրթել է պետք։ Այսինքն մենք ունենք մանկավարժների պատրաստման լուրջ խնդիր եւ այս հարցով պետք է զբաղվի պետությունը, ինչպես գյուղեր ուղղակի մանկավարժներին տարապույտ ծրագրերով։ Եվ եթե այս իշխանությունը անկարող է դա անել, ուրեմն տարբերակը մեկն է։ Նրանց պետք է կամ իրենք պիտի զիջեն, որը չեն անի, կամ մենք պիտի հասնենք նրան, որ օգնենք այն ուժերին, որոնք ազգային են, իշխանությունը վերցնեն, որպեսզի կասեցնեն այս դպրոցաքանդման, հետևաբար նաև գյուղաքանդման գործընթացը, հետևաբար նաև ազգագործան գործընթացը։ Դրանք իրար հետ շատ կապված են, ես կարծում եմ, ես բոլորովին չեմ մրցակցում գույները, ինչ շատ մտահոգում է գյուղերում դպրոցների մի կերպով, մենք մեր դպրոցով շատ հաճախ ենք նաև լինում մարզային գյուղերում եւ տեսնում ենք, թե իրոք ինչպեսի ծանր վիճակ է։ Ինձ հարց են տալիս սա էլ ասել եւ եզրափակեմ, իսկ որ հիմա հայտարարում են, որ դպրոցներ են կառուցում, տեսեք ինչ ժամանակակից, լավ 10 կկառուցել, պետք չի 10 կառուցել 200-ը քանդել։ Եվ երկրորդը, բնական պետության բնական զարգացումը, բա պիտի կառուցեիք, բա ինչ պիտի անեիք, բա պետությունը զարգանում է, բա դրա համար մենք այդքան հարկեր ենք տալիս։ Բա պիտի կառուցեք, բա ինչ պիտի անենք։ Ձեր պարտականությունները հերիք է մեզ մատուցեք որպես բարեգործություն։ Համերը հասել են այն աստիճանի, որ կամ իրենց արածը որպես բարեգործություն են մեզ նվիրում, մեր փողերով արածը, մեր տված փողերով արածը, կամ հատ են թափ տալիս վրաները, որ եթե իրենք չընտրեն, ապա կլինի այսպես, դուք շատ լավ գիտեք։